Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, տնօրենի հարգելի տեղակալներ, ծառայության հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս ազգային անվտանգության ծառայողի օրվա առիթով եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի, ձեր ծառայության համար իշա Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի։ Պետք է արձանագրեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է եւ ըստ էության այն հենասյուներից մեկը, որը առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության համանդրական կարգի պահպանության տեսակետից։ Ես մի հետևյալ դիտարկումն եմ ուզում անել, որը ցույց է տալիս եւ ընդգծում է նաեւ այս ընթացքում իմ ընկալումը ազգային անվտանգության ծառայության։ 2018 թվականին ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ձեզ հայտնի գործընթացների արդյունքում եւ պետական համակարգի համար, այդ թվում ազգային անվտանգության ծառայության համար եղել եմ բացարձակապես նոր մարդ եւ այսինքն նոր մարդ չեմ, բայց նոր կարգավիճակի մարդ եմ եղել եւ 2018 թվականից մինչեւ այսօր ես երբ որ վերլուծում եմ, ընդ որում ես ընթացքում ազգային անվտանգության ծառայության 6 փաստացի տնօրեն է փոխվել եւ ես ուզում եմ այս ընթացքում իմ զգացողությունը կիսեմ ձեզ հետ, որ ծառայության նկատմամբ որպես ծառայություն, որպես պետական ինստիտուտ ես ինչքան մտածում եմ, ես չունեմ ոչ մի վերապահում։ Պատկերացնեք 2018 թվականից ինչեր են տեղի ունեցել։ Այսինքն նախ այդ սկզբնական շրջանը, այդ հեղափոխական շրջանը, դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, 20 թիվ կոവിഡ്, պատերազմը, հետպատերազմական իրավիճակը, 21 թվի ճգնաժամային իրավիճակները, հետագայում ամենատարբեր իրադարձություններ։ Եվ ես որպես պետության առաջնորդ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային անվտանգության ծառայության նկատմամբ որպես ծառայություն չունեմ ոչ մի վերապահում։ Այսինքն չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին պետքա գործեր այսպես, բայց չի գործել այդպես, այլ գործել է բոլորովին այլ կերպ, բայց ես չեմ ասում որպես անձ, որպես Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև պետության, մենք այսօր պետության հարատևության օրակարգն ենք որդեգրել եւ մեր բոլոր նպատակների եւ գործողությունների կենտրոնում եւ առանցքում դրել ենք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարևոր է, որ պետությունը անկախ քաղաքական իշխանության բնույթից եւ էությունից ունենա ամուր հենարան, ունենա թիկունք։ Եվ սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Այսօր կառավարության նիստում մենք քննարկում ենք վերջին 2018 թվից էսկոմ մեր տնտեսական արդյունքները, այսինքն ինչ տնտեսական արդյունքներ ենք արձանագրել եւ նաեւ պիտի արձանագրենք, որ այդ տնտեսական արդյունքները հնարավոր չէ արձանագրել այդ թվում տնտեսական գործունեության անվտանգությունը ապահովելու տեսակետից։ Եվ այստեղ ես կարևոր եմ համարում գնահատել ազգային անվտանգության ծառայության ներդրումը եւ այս իմաստով գիտեք ինչ ծառայության առանձնահատկություններից այնպիսին են, որ պարտադիր չի, որ մենք թվարկենք, թե ինչեր է արել ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդհակառակը մենք ինչքան քիչ թվարկենք, որովհետեւ երբեմն ազգային անվտանգության ծառայությունը ոչ մի բաներ պետքա չառնի։ Իր ներկայությունը ուղղակի, իր ներկայությունը եւ իր ներկայությունից բխող ազդեցությունները պետքա բավարար լինեն եւ մենք այսօր էլի վերադառնալով կառավարության նիստի տրամաբանությանը մենք այսօր ընդունեցինք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը եւ այս համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես կարևորագույն մյուս պետական մարմինները այս տրամաբանությունը եւ օրակարգը ընդունեն։ Ընդ որում տեսեք, ես ասում եմ, որ
ծառայության նկատմամբ որպես այդպեսին ոչ մի վերապահում չունեն եւ չունեն, բայց դա չի նշանակում, որ ծառայության գործունեությունը եղել է անթերի։ Ոչ մեկից գործունեությունը չի եղել անթերի։ Սկսած վարչապետից, կառավարության անդամներից բնականաբար։ Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մեզնից անթերիություն պահանջելիս սխալ ենք գործում, որովհետև լրացուցիչ լարումներ ենք ստեղծում, որովհետև խնդիր ենք դնում, որ հնարավոր չի լուծել։ Ընդհակառակը մենք պետք է փոքր տարածքներ ունենանք, որպեսզի ավելի ազատ կարողանան գործել, ստեղծագործաբար կարողանան գործել, բայց մյուս կողմից իհարկե պետք է ամեն փուլում կարողանանք վերլուծել, թե ինչն էր, որ այնուամենայնիվ մենք այլ կերպ պետք է անեինք, ինչն էր, որ ոչ թե նախկինում թույլ տված սխալների համար կամ բաստողումների համար, որ ինքներս մեզ տանջենք, այլ առաջիկա շրջանում մեր գործունեությունը ավելի որակյալ դարձնելու համար։ Եվ ես որ մտածում եմ, օրինակ ազգային անվտանգության ծառայությունը ինչպիսի վերափոխումների պետք է ենթարկվի, իմ մտածումների հիմնական ուղղությունը հետևյալն է, որ մենք ավանդաբար ազգային անվտանգության ծառայությունը ընկալում ենք որպես առաջնային ուժային կառույցներից մեկը, եւ դա այդպես է, եւ դա պետք է այդպես լինի, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը գործնականում ուժային կառույց պետք է լինի ամենավերջին հերթին, այսինքն ուժի գործադրման պահը պետք է հասնի այն ժամանակ, երբ որ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա, եւ ընդհակառակը ծառայության գործունեության ամբողջ իմաստն ու նպատակը պետք է լինեն, որ այդ ուժը ցույց տալու պահը չհասունանա, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի, այսօր էլ կա, նախկինում էլ կա, ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ վերլուծական մարմին, որ եւ ուժայինը լինի այն չնախատեսված եւ չկանխատեսված դեպքը երաշխավորելու համար, բայց մյուս կողմից ամեն ինչ պետք է արվի, որ այդ չկանխատեսված եւ չնախատեսված դեպքը տեղի չունենա։ Եվ հետեւաբար ես նաեւ տնօրենի առաջ այդ խնդիրը դրել եմ, որ առաջիկա շրջանում մենք պետք է հենց դրա վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, իհարկե ազգային անվտանգության ծառայության ուժային կարողությունները պետք է շատ լրջորեն զարգանան եւ մենք այդ ուղղությամբ գնում ենք եւ մենք պետք է շարունակենք այս ճանապարհը, բայց ելի եմ ասում, ոնց որ այսօր մենք տարբեր խմբերի տեղակ եք համոզված են, ուղեկցում ենք եւ ցույց ենք տալիս մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան եւ այլն, եւ այնտեղ մենք ասում ենք, մենք այս ամբողջ սպառազինություն եւ տեխնիկան ձեռք ենք բերում դա չկիրառելու հույսով եւ դա չկիրառելու նպատակով։ Այսինքն այս շատ կարեւոր բան է, որովհետեւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է իրանք շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի։ Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը կանխատեսելը, կանխարգելելը եւ այդպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ մենք բավականին հաջող այս տրամաբանությամբ գործել ենք, որովհետեւ պետք է արձանագրենք դա, չնայած դա ակնհայտ է, որ այս ընթացքում մասնավորապես սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով մենք անկառավարելի եւ անկանխատեսելի իրավիճակներ չենք ունեցել, բարձր որակով եւ մակարդակով կառավարել ենք այդ իրավիճակները, այստեղ ազգային անվտանգության ծառայության դերը առանցքային է եւ ես ուզում եմ դրա համար էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել։ Եվ մենք հենց սրա վրա պետք է հետագա շեշտը դնենք, իհարկե լրացուցիչ մենք միանշանակ ներդրումներ ենք շարունակելու եւ ուժային կառույցների ուժեղացման սահմանապահ զորքեր, հատուկ նշանակության զորքեր, տեխնիկական հագեցվածություն, վերլուծական կարողություններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն սա քննարկման ենթակա չի, բայց մեր մտածածով մենք ավելի մեծ ներդրումներ պետք է անենք ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների, մանավանդ հիմա սպառնալիքներն էլ իրենց բնույթով փոխվում են։ Հիմա պատկերացրեք ֆիզիկական առանց ֆիզիկական հպման ինտերնետում այնպիսի սպառնալիքներ են ստեղծվում, որոնք կարող են շատ լուրջ խնդիրներ հարուցել եւ անվտանգային առումով
այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնց հաղթահարելը շատ դժվար կլինի, եւ այս առումով իհարկե ես համոզված եմ, որ բավարար կամք կա եւ համոզված եմ, որ ինչ որ ասում եմ, այդ օրակարգը ընկալելի է եւ իրականանալի ազգային անվտանգության ծառայության համար։ Իհարկե մենք ունենք խնդիրներ, հիբրիդային պայքարը, հիբրիդային պատերազմները, որը հələ մենք դեռ չենք հասցնում մի փուլի գործիքակազմը յուրացնել եւ հասկանալ դա ինչա, նոր գործիքներ են ի հայտ գալիս, նոր մոդելներ են ի հայտ գալիս եւ սա շարունակական աշխատանք է։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Դա լավ լուրել չի, մխիթարանքային, որ դա մենակ մեր երկրում չի, ամբողջ աշխարհում այդ խնդրեմը ահագնանում է եւ հիմա տեսնում եք նաեւ այդ խնդրեմը ինչ դրսեւորումներ են ունենում, բայց սա մխիթարանք չի մեզ համար, որովհետեւ մենք պետքա ձև գտնենք, որովհետև դա իրոք ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Եվ մենք այստեղ էլ ճիշտ մարտավարություններ պետք է որդեգրենք։ Ես օրինակ վերջերս մի խորհրդակցության ժամանակ, կարծեմ ազգային անվտանգության խորհրդի ձևաչափով, երբ որ քննարկում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հարցը թե մենք ինչքան էներգիա պետք է ծախսենք, ասենք 0.00 չգիտեմ ինչ գրամ քարերի տակ դնողների վրա, եւ ինչքան էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբականակները ներդրողների եւ հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա, որտեղ ես ոնց վերլուծում եմ, մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք աղբյուրների վրա, որովհետեւ հա 10 բան գտանք, այդ ինչա փոքր փաթեթ գտանք ծառերի տակ թաքցրած, հա դա վիճակագրորեն արդյունք է, բայց մենք մեզ խափում ենք, երբ որ ասենք 5-6 փաթեթ 5-6 հոգի են գտնում եւ ակնհայտ այս շրջանառության մեջ կան կենտրոնացման տեղեր եւ մենք պետք է զբաղվենք կենտրոնացման հնարավոր ներմուծման խմբականակների, հնարավոր արտադրական շղթաները բացահայտելու եւ դրանց վրա կենտրոնանալու վրա։ Եվ իհարկե անվտանգության այն օրակարգերը, որոնք հիշատակվում են կառավարության, քաղաքական ղեկավարության կողմից, դա սպառիչ չի, որովհետև անվտանգության օրակարգերի մասին այդ թվում տեղեկատվություն ազգային անվտանգության ծառայությունն է մեզ տալիս եւ դա ձեր ամենօրյա աշխատանքն է եւ ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը ընդհանուր առմամբ եւ յուրաքանչյուր ծառայողի եւ նաեւ շնորհավորել ձեր բոլորի ամանորը Սուրբ Ծնունդը ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին եւ հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում եւ կրկին անգամ իմ գոհունակությունը արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն ես դա համոզված ասում եմ, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում եւ հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր, իհարկե իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ եւ չէր կարող երկրորդական լինել ազգային անվտանգության ծառայության դերը եւ իմ գնահատանքի խոսքը հարկ համարեցի, որ այսօր այսպես բոլորիդ ներկայությամբ արտահայտել եւ կրկին շնորհակալություն եւ կրկին շնորհավոր